Բարև ձեզ հարգելի գործընկերներ, որտեղ կանգնում եք։ Շատ լավ։ Վարդավանյան Արտուր Սարգսյանի վերաբերյալ միջնորդություն ներկայացրեցիք, որը քննվեց դռնփակ ռեժիմով, կասեք ինչ միջնորդություններ։ Տեսեք, դռնփակության կարգը սահմանվեց Աղվան Արշակյանի վերաբերյալ ներկայացված միջնորդության շրջանակներում, որը իրականացվեց դատարանի նախաձեռնությամբ։ Վերստին դռնբացության անցնելու միջնորդություն իմ կողմից չներկայացվեց, քանի որ բժշկական գաղտնիք կազմող տեղեկություն պետք է հրապարակեի, այդ իսկ պատճառով կամ ստացվում է պետք է դռնբացության անցնեինք, վերստին անցնեինք դռնփակության, չուզեցա նման դժվարություն թե ձեզ, թե մեր այլ հայրենակիցներին առաջացնել։ Ըստ էության միջնորդությունը վերաբերում է կալանքը փոփոխելուն, թեև իհարկե Արտուր Սարգսյանի դեպքում կալանքը ընդհանրապես վերացնելու միջնորդությունը առավել քան ողջամիտ է, լեգիտիմ է, իրավաչափ է։ Բայց հաշվի առնելով այն իրականությունը, որը մենք տեսնում ենք, որ իսկապես կալանքները ռեկորդային ցուցանիշ ունեն, ցանկացած դեպքում մենք որոշեցինք անցնել ավելի այսպես ասած, չգիտեմ, այսօրվա իրականության մեջ հնարավորություն ենթադրող միջնորդությանը տնային կալանքը համակցված բավականին խոշոր չափի գրավով։ Արտուր Սարգսյանի եկամուտները հրապարակային են, բաց են, քանի որ որպես պատգամավոր ներկայացնում է համապատասխան հայտարարագիր, իսկապես վստահ եղեք բավականին հիմնավոր մեղմ ասած միջնորդություն է ներկայացվել։ Դատարանը որոշեց հետաձգել քննությունը 1 շաբաթով, վերստին առաջիկա 5 շաբթի օրը քննարկելու ենք, այսինքն շարունակելու ենք քննությունը միջնորդության։ Կդժվարանամ ասել, մեծ ցավով պետք է ասեմ, որ առնվազն այն դիրքորոշումը, որը լսեցի դատախազների կողմից, իրենք կարծես առարկեցին, բայց անկեղծ եմ ասում, այնպիսի հիմք ենք ներկայացրել, որին առարկելը ես համարում եմ իսկապես կարող ենք չունենալ։ Միգուցե առաջիկայում այդ դիրքորոշումը փոխվի։ Իդեպ Սահմանադրական դատարանը հենց վերջին իր որոշումներից մեկով 1798 որոշմամբ ընդգծեց, որ կալանքը չկիրառելը արդարության եւ մարդասիրության երաշխիք է։ Կարծում եմ պատահական չէ, որ Սահմանադրական դատարանը 2025 թվականին իր այնպիսի որոշումների պայմաններում, որոնք բավականին մտահոգիչ են, եւ Սահմանադրական դատարանը եւ Սահմանադրական արդարադատությունը չի ապրում իր լավագույն օրերը։ Կարծում եմ մասնագիտական հանրույթը հետս համաձայն կլինի։ Բայց նույնիսկ այդ պայմաններում նման դիրքորոշում է ներկայացրել, կարծում եմ դա պատահական չէ, որտեղ Սահմանադրական դատարանում էլ են տեսնում, թե ինչ է կատարվում։ Պարոն Վարդավանյան, այսօր Կոչուբաևի փոխարեն ինքնասաբանական թիմից մեկ այլ ներկայացուցիչ է, հաջորդ դատական նիստին Կոչուբաևը ներկա կլինի։ Գիտեք, չգիտեմ որքանով եք տեղեկացված, թե պատճառները ինչպիսին են եղել, որ խափանման միջոցը փոփոխվեց։ Եկեք իսկապես իրեն կնոջը հարազատներին առողջություն մաղթենք այս ծանր ժամանակահատվածում։ Անկեղծորեն եմ ասում, իսկ կարծում եմ առաջիկայում ինքը առիթ կունենա խոսելու, ի վերջո շատ խոսվեց։ Իր համակարգիչը գրաված է եւ չի Վստահ եղեք, դա պատճառներից մեկն է եղել, որ չի կարողացել ներկայանալ։ Առաջնահերթ պատճառը, որքանով որ նշեցի, հնարավորության սահմաններում առողջություն մաղթենք մարդկային տեսանկյունից, կարծում եմ որքան էլ համաձայն, անհամաձայն, տարաձայնություն կամ համակարծիք լինելու իրավիճակ, ինչ էլ որ կա, բոլոր դեպքերում հիմա այնպիսի մի իրավիճակ է, որ կարծում եմ առողջություն մաղթելը ամենամարդկային հանգամանքներից մեկն է Ալեքսանդրին իր կնոջը։ Սա կարող եմ ասել այս փուլում, շնորհակալ եմ։